Պես այսօր աղոթքի պահին մի պահ անդրադարձա, թե ինչքան օրհնված ենք, որ միասին իրար հետ ենք եւ եկել ենք ոչ թե աշխարհային խժդժոցի կամ քաղաքականության կամ տարբեր հարցերի, այլ զուտ կոնկրետ Աստծո խոսքը սերտելու եւ այդ խոսքը մեր կյանքի մեջ գործադրելու համար, ինչի լավագույն օրինակը ավետարաններն են ու այս պարագային Մարկոսի ավետարանը, որը արդեն գրեթե ավարտում ենք, հասել ենք 15-րդ գլխին. Ինչպես ամեն անգամ ասում էի, ավետարանն ինքնին 16 գլխից է բաղկացած եւ ուրեմն փաստորեն գրեթե ավարտում ենք Աստծո կամոք, քանի որ մի քանի հոգի արդեն հարցրեցին, արդյոք սա վերջին մեր դասն է, չէ, Փառք Աստծո վերջինը չի, որտեղ ավետարանը չենք ավարտել, ուրեմն կունենանք 1, 2, 3 եւս դաս Աստծո կամոք եւ կարծում եմ փետրվար 11-ին կլինի մեր վերջին դասը, որից հետո արդեն Պահքն է սկսելու. Իսկ գիտենք, որ Պահքի 4-շաբթի օրերը այստեղ հսկումներ են ու հսկումների ժամանակ չենք ունենալու, բայց հետո մի բան անպայման կմտածենք։ Ուրեմն, ինչպես ասացի, հասել ենք Մարկոսի 15-րդ գլխի առաջի մասին, 1-ից 20 գլուխ համարներն եմ ուզում միասնաբար սերտենք, բայց քանի որ ամենակարևոր մասն է Քրիստոսի կյանքի եւ մոտավորապես պատկերացրեք ավակ ուրբաթ օրն ենք, այսինքն քրիստոնեության ամենածանր ու այսպես կոչված վատ օրը, որովհետև այսօրը Քրիստոսին չարչարեցին եւ հենց նույն օրն էլ խաչեցին, հասել ենք Տիրոջ չարչարանքներին եւ փորձելու ենք այս չարչարանքները բազմակողմանի դիտել 4 ավետարանների միջոցով, որպեսզի հասկանանք, թե ինչ կատարվեց, որովհետև 4-ն էլ մեկը մյուսին լրացնում են եւ միայն մեկով հնարավոր չի ամբողջական պատկեր ունենալ։ Բայց կուզեմ նորից ընթերցենք նախորդ նյութը, ճիշտ է երկար էր նախորդը, որ միասնաբար սերտեցինք, բայց շատ կարևոր էր ընթերցեմ, որ կապը տեսնենք այսօրվա նյութի հետ, իսկ նյութը հետևյալն էր, ասում է, եւ միշտ նա դեռ խոսում էր այս բաները, եկավ Հուդա Իսկարիովտացին 12-ից մեկը եւ իր հետ սրերով, մահակներով զինված ամբող, ուղարկված քահանայապետերի, օրենսգետների եւ ծերերի կողմից։ Մատնիչը նրանց նշան էր տվել, ասելով, ում հետ ես համբուրվեմ, նա է, բռնեցեք նրան եւ տարեք զգուշությամբ։ Եվ մոտենալով նրան իսկույն ասաց. Ռաբի, Ռաբի եւ համբուրեց նրան։ Եվ նրանք ձեռք դրեցին նրա վրա ու բռնեցին, ապա նրա շուրջը գտնվողներից մեկը սուրը քաշեց եւ զարկեց քահանայապետի ծառային եւ նրա ականջը կտրեց։ Հիսուս դարձավ եւ ասաց նրանց. սրերով եւ մահակներով դուրս եկեք ինձ բռնելու որպես ավազակի, ես միշտ ձեզ մոտ էի եւ ուսուցանում էի տաճարում, եւ ինձ չբռնեցիք, բայց այս եղավ, որպեսզի մարգարեների գրվածքները կատարվեն։ Այն ժամանակ աշակերտները բոլորն էլ լքեցին նրան եւ փախան։ Եվ մի երիտասարդ գնում էր նրա հետևից իր մերկ մարմնի վրա մի սավան գցած։ Երիտասարդները նրան բռնեցին, եւ նա թողնելով հագի կտորը մերկ փախավ նրանցից։ Եվ Հիսուսին տարան Կայափա քահանայապետի մոտ, եւ նրա հետ հավաքված էին բոլոր քահանայապետները, օրենսգետներն ու ծերերը։ Իսկ Պետրոսը հեռվից նրա հետևից գնաց մինչև ներս քահանայապետի գավիթը, եւ նստած էր սպասավորների մոտ ու տաքանում էր կրակի բոցի առջև։ Իսկ քահանայապետներն ու ամբողջ ատյանը մի որևէ վկայություն էին փնտրում Հիսուսի դեմ, որպեսզի նրան սպանեն, բայց չէին գտնում, քանի որ նրա դեմ շատեր սուտ վկայություն էին տալիս, բայց վկայություններն իրար նման չէին։ Ոմանք վեր կենալով սուտ էին վկայում նրա դեմ ու ասում. մենք լսեցինք դրանից, երբ ասում էր ես կքանդեմ այս ձեռակերտ տաճարը եւ 3 օրում կշինեմ մեկ ուրիշ անձեռակերտ։ Բայց եւ այնպես նրանց վկայությունը նույնանման չէր։ Ապա քահանայապետը կանգնելով մեջտեղում Հիսուսին հարց տվեց ու ասաց. ոչինչ չես պատասխանում, այդ ինչեր են վկայում դրանք քո դեմ, եւ նա միայն լուռ էր մնում ու պատասխան չէր տալիս։ Քահանայապետը կրկին անգամ հարցրեց նրան ու ասաց. դու ես Քրիստոս օրհնյալ Աստծո որդին։ Հիսուս պատասխանեց եւ ասաց նրան. դու ասացիր, թե ես եմ, բայց պիտի տեսնեք մարդու որդու ամենազոր Աստծո աջ կողմում նստած եւ երկնքի ամպերի վրայով եկած։ Եվ քահանայապետը իսկույն պատռեց իր պատմուճանը եւ ասաց. «Էլ ինչ պետք են մեզ վկաներ, ահա ամենքդ դրա բերանից լսեցիք հայոյությունը, ձեզ ինչպես է թվում»։ Եվ ամենքը դատապարտեցին նրան, թե մահապարտ է։ Եվ ոմանք սկսեցին թեքել նրա երեսին, շորով գլուխը ծածկել, բռունցքով խփել ու ասել. «Մարգարեացիր մեզ, Քրիստոսդ այն ով է, որ քեզ խփեց»։ Եվ սպասավորները ապտակում էին նրան, եւ մինչ Պետրոսը դեռ ներքևում գավթում էր, քահանայապետի մի աղախինը եկավ եւ տեսավ նրան տաքանալիս, նայեց նրան ու ասաց. դու էլ Հիսուս Նազովրեցու հետ էիր։
Նա ուրացավ եւ ասաց. «Չեմ ճանաչում նրան եւ չգիտեմ ինչ ես ասում դու»։ Եվ երբ նա դրսից գավիթը ելավ, աղքաղը կանչեց։ Աղախինը նորից տեսավ նրան եւ սկսեց իր շուրջը գտնվողներին ասել. «Սա էլ նրանցից է»։ Եվ Պետրոսը դարձյալ ուրացավ, փոքր ինչ հետո նորից նրանք, որ շուրջը կանգնել էին, ասացին Պետրոսին. «Իրոք դու էլ նրանցից ես, քանի որ Գալիլեայից ես եւ քո խոսվածքն էլ նման է»։ Եվ նա սկսեց նզով կարդալ, երդվել եւ ասել. «Չեմ ճանաչում այն մարդուն, որի մասին դուք խոսում եք»։ Եվ հենց նույն ժամին աղքաղը երկրորդ անգամ կանչեց։ Եվ Պետրոսը հիշեց այն խոսքը, որ Հիսուս ասել էր իրեն, թե աղքաղը դեռ 2 անգամ չկանչած, դու 3 անգամ ինձ պիտի ուրանաս, եւ սկսեց լալ։ Եվ այսօրվա նյութն է. Եվ իսկույն վաղ առավոտյան ծերերի եւ օրենսգետների հետ միասին քահանայապետերը եւ ամբողջ ատյանը խորհուրդ անելով կապեցին Հիսուսին եւ տարան հանձնեցին Պիղատոսին։ Պիղատոսը հարցրեց նրան եւ ասաց. «Դու ես հրեաների թագավորը»։ Հիսուս պատասխան տվեց նրան եւ ասաց. «Դու ես ասում»։ Եվ քահանայապետերը նրան շատ էին ամբաստանում, բայց նա ոչինչ չէր պատասխանում։ Իսկ Պիղատոսը դարձյալ հարցրեց նրան. «Ոչ մի պատասխան չես տալիս, տես ինչքան են քեզ ամբաստանում»։ Եվ Հիսուս այնուհետև էլ ոչինչ չպատասխանեց, այնպես որ Պիղատոսը շատ զարմացավ։ Սակայն տոնի առիթով Պիղատոսը նրանց համար արձակում էր մի կալանավոր, ում որ նրանք ուզում էին։ Եվ Բարաբբա անունով մեկը կար, բանտարկված այն խռովարարների հետ, որոնք խռովության ժամանակ մի մարդ էին սպանել։ Ամբոխը սկսեց բարձր ձայնով աղաղակել եւ պահանջել, որ ինչպես սովորություն էր անել, Բարաբբային արձակի։ Պիղատոսը պատասխանեց եւ ասաց նրանց. «Ուզում եք, որ հրեաների արքային արձակեմ ձեզ համար»։ Քանի որ նա գիտեր, թե նախանձից մատնեցին նրան քահանայապետերը, որոնք եւ ամբոխին համոզեցին, որ Բարաբբային արձակի իրենց համար։ Պիղատոսը դարձյալ խոսք առավ եւ ասաց նրանց. «Իսկ ինչ եք ուզում, որ անեմ հրեաների արքային»։ Եվ նրանք քահանայապետներից դրդված դարձյալ աղաղակեցին. «Խաչը հանիր դրան»։ Պիղատոսը նրանց ասաց. «Ինչ չար բան է արել նա»։ Եվ նրանք առավել եւս աղաղակում էին ու ասում. «Խաչը հանիր դրան»։ Իսկ Պիղատոսը, որովհետև ուզեց ամբոխին գոհացնել նրանց համար, Բարաբբային արձակեց, իսկ Հիսուսին ծեծել տալով նրանց ձեռքը հանձնեց, որպեսզի խաչը հանվի։ Եվ զինվորները նրան ներսի գավիթը տարան, ուր պալատի բակն էր, մեկտեղ կանչեցին ամբողջ գունդը եւ նրան հագցրին կարմիր քղամիտ եւ ծիրանի ու նրա գլխին փշերից պատրաստված պսակ դրեցին եւ սկսեցին նրան ողջույն տալ ու ասել. «Ողջույն քեզ, հրեաների թագավորիդ»։ Եվ վեղեգով հարվածում էին նրա գլխին, թքում էին երեսին եւ ծնկի գալով երկրպագում էին նրան եւ նրան ծաղր ու ծանակի ենթարկելուց հետո քղամիդն ու ծիրանին հանեցին եւ նրան իր զգեստները հագցրին ու դուրս տարան, որ խաչը հանեն նրան։ Ուրեմն այս պատմությունն է, ինչպես որ ասացի, որ ամենից ծանր օրն է քրիստոնյայի համար, ավագ ուրբաթ, մատնություն, չարչարանք եւ խաչելություն, եւ հենց այսօրվա այս նյութը պիտի փորձենք 4 ավետարաններով սերտել, ու դրա համար այս պատկերը դրեցի, որովհետեւ մոզաիկն ամբողջանա, միայն մեկ ավետարանը բավարար չի, եւ այսօր պիտի տեսնենք, թե ինչպես մեկը մյուսին լրացնում է, ու Մարկոսինը լինելով ամենակարճը, պիտի տեսնենք, թե ինչքան պիտի հարստանա, եւ մյուս ավետարաններն էլ սկսենք ընթերցել։ Բնականաբար վստահ եմ բոլորս էլ այս նյութին ծանոթ են, բայց եւ այնպես եկեղեցու հայրերը հետաքրքիր մեկնություններ ունեն, որոնք պիտի փորձենք նրանցից օգտվելով խոսել։ Եվ մինչ այդ նորից պիտի խնդրեմ, որ հնարավորության դեպքում այն email-ները, որ ես մի օր առաջ 3 շաբթի օր ուղարկում եմ հայրերի մեկնությամբ, համառոտ մեկնությամբ, խնդրում եմ դա կարդացեք, որ պատրաստված գաք ոչ միայն տեքստը Աստվածաշնչի, այլ նաեւ մեկնությունների պատառիկները։ Ուրեմն առաջին նախադասությունը հետեւյալն էր. «Եվ իսկույն վաղ առավոտյան ծերերի եւ օրենսգետների հետ միասին քահանայապետները եւ ամբողջ ատյանը խորհուրդ անելով կապեցին Հիսուսին եւ տարան հանձնեցին Պիղատոսին»։ Ուրեմն մի ամբողջ գիշեր, որ 5 շաբթի գիշերն էր ու լույս ուրբաթ առավոտ Հիսուսին չարչարեցին հարցաքննությամբ։ Ես նախորդ նյութի մեջ ասացի, որ այս հարցաքննությունը ժամեր տևեց եւ անդադար չարչարում են ու վերջում արդեն տեսանք, երբ որ իրենց ուզածին հասան, սկսեցին նաեւ հալածել, հարվածել, թքել եւ մի գիշեր Քրիստոս փաստորեն չարչարանքների ու տանջանքների միջով անցավ
Եվ ինչպես որ նախորդ անգամ ասեցի, իրենք դիտավորյալ գիշերը կազմակերպեցին այս ժողով, որը օրենքով իրավունք չունեին անելու, որպեսզի հենց վաղ առավոտյան հռոմեացիներին հանձնեն Քրիստոսին ու ասեն, որ մահապարտ է, պիտի սպանես իրեն, որովհետև մեծ մեղք է գործել, բայց հիմա պիտի տեսնենք, թե ինչպես են իրենք մեղքը փոխում եւ ուրիշ բանի մասին խոսում, բայց ուրիշ բանի համար էին ուզում իրեն խաչը հանել։ Ուրեմն առաջի գործը, որ կատարեցին հրյա վերնախավը, բոլորին միասին իրար հետ էին ու Քրիստոսին Պիղատոսին հանձնեցին։ Ավետարանիչը շատ հստակ է, որ չկար մեկը, որ դեմ լիներ, որ Քրիստոսին հանձնեն։ Այսինքն բոլորն էլ կողմնակից էին, որ Քրիստոս մատնվի եւ սպանվի։ Եվ սա ինքնին խոսում է այն մասին, որ վատ բարքերը, ինչպես որ Սուրբ Գիրքն է ասում, ապականում են բարի մարդկանց։ Շատ կարևոր մի միտք եմ ուզում ասել, որ իմ կյանքում էլ եմ տեսել ու վստահ եմ մեզանից շատերն էլ իրենց կյանքում տեսել են, որ դու դրական մոտեցում ունես, քո մեջ Աստծո պատկերը կա, որ հիմքում իր հիմքով բարի է, բայց երբ որ վատ բարքերի մեջ ես ու այդ վատ բարքերը շարունակում են լինել, քո կյանքի հիմնական մասը, սկսում ես փոխվել։ Իր վերջո դառնում ես մեկը, որ չես տարբերվում մյուսից։ Ու սրա լավագույն օրինակը մենք տեսնում ենք Սոդոմի ու Գոմորի մարդկանց մեջ, որ աստիճանաբար վատ բարքեր այնքան բղծեցին մարդկանց, որոնք որ իրապես Աստծո աչքին դարձան անտանելի։ Այսօր էլ իրականությունը շատ տարբեր չի, երբեմն նույնիսկ ավելի վատ, որ մենք նորմալ ենք համարում վատ բարքերը ու այդ վատ բարքերի մեջ մնալով Փաստորեն ինքներս մեզ ենք բղծում ու հա թե ինչու մեկ հոգի անգամ չեղավ հրեական իրականության մեջ, որ ասեր ես համաձայն չեմ, որ Քրիստոսին տանեք եւ հանձնենք Պիղատոսին, իսկ Պիղատոսը ինքը հռոմեացի է։ Եվ այստեղ էլ ես միտքես էլի եմ ասելու, բայց հիմա էլ եմ ուզում կրկնել, Պիղատոս նշանակում է հեթանոս, ոչ հրյա, պիղծ իրենց աչքերին, որ իրենց հրյա եղբորը տանում են պիղծ հեթանոսի մոտ, որպեսզի պիղծ հեթանոսը սպանի իրենց ճակերտապոր հրյա եղբորը, թե ինչքան ատելություն ու նախանձ կար, ինչպես Մարկոս ավետարանիչն է ասում Քրիստոսի նկատմամբ։ Իսկ ինչու կապեցին, Քրիստոս երբեք, տեսանք ձերբակալության հատված ընթերցեցի, չբռնացավ, չդիմադրեց իրենց, բայց ինչ կատարվեց, հիմա կապել են, որպեսզի ցույց տան Պիղատոսին, որ հռոմեացի կուսակալն է, որ սա շատ վտանգավոր հանցագործ է, եւ իրեն կապած բերել են քո մոտ, որ այս մարդուց ձերբազատվես, որովհետեւ այս մարդը մեծ վտանգ է սպառնում Հռոմի նման մեծ կայսրությանը։ Եվ քանի որ ամբաստանության մասին, այսինքն սխալ վկայությունը Մարկոսը չի տալիս, այս բաժինը լրացնում է Ղուկաս ավետարանիչը, որ ասում է ինչ էին ասում Պիղատոսին, իսկ Ղուկասը փաստորեն պահել է, Մարկոսը չի պահել, Ղուկասը հետեւյալն ասում։ Ասում է, եւ սկսեցին ամբաստանել նրան եւ ասել, գտանք սրան, որ մոլորեցնում է մեր ազգը, արգելում է կայսրին հարկեր տալ եւ ինքն իր մասին ասում է, թե Քրիստոսն է թագավոր։ Դրան հակառակ իրականում լրիվ ուրիշ բաներ կատարվում, կհիշեք Մարկոս 12-ը մենք երբ որ սերտում ենք, ընթերցեցինք, որ եկան ուզում էին փորձել փարիսեցիներն ու հերովդեսականները եւ ասեցին մի բան հարցնենք, դու բարի ես, դու լավն ես, դու իմաստուն ես, կայսրին պետք է հարկ տանք, թե չտանք, եւ Քրիստոսի պատասխանը ինչ էր, հասկացավ, որ սա ծուղակ է, կայսրինը տվեք կայսեր, իսկ Աստծունը Աստծուն։ Ուրեմն այն, որ ինքը կայսրի դեմ է դուրս եկել եւ ասում է, որ պետք չի իրեն հարկեր տանք, ամբողջությամբ սուտ էր։ Բացի այն, որ իրենց դատարանն էր ամբողջությամբ սուտ, հիմա արդեն այդ ստի վրային կառուցում նաեւ վկայությունը արդեն հռոմեացիների նկատմամբ, ահա թե ինչ էին փաստորեն ասում։ Ու դրա համար է, որ միանգամից Պիղատոսը երբ որ հարցնում է, չի ասում դու Աստծո որդին ես, թե չէ, որտեվ սրա համար էին իրեն պատառոտ է, չէ, զգեստները քահանայապետել, հարցնում է դու ես հրեաների թագավորը։ Այսինքն լրիվ փոխեցին, ոչ թե Աստծո որդի ես, ոչ թե Մեսիան ես, այսինքն Քրիստոս, այլ տարան Պիղատոսի մոտ ու ասեցին սա իրեն թագավոր է կոչում։ Լրիվ ուրիշ բան, ինչպես որ նախորդ անգամ ասեցի, հիմա էլ եմ ուզում ասել, որ ինչպես է գործում չարը։ Դա սկսեցինք առաջի մարդկանցից, Ադամից ու Եվայից, ու այսօր էլ է շարունակվում, ճշմարտությունը վերցնում է եւ մի փոքրիկ փոխում է։ Եվ կարծես թե ճշմարտության նշույլ կա մեջը, բայց եւ այնպես ինքը տանում է դեպի մոլորություն։ Ու դրա համար ենք միշտ ասում, որ ամեն հարցում միակ ճշմարտությունը գոնե մեզ համար
ավետարաններից սովորած եւ եկեղեցով մեզ փոխանցված հետեւյալն է, որ Քրիստոսը ճշմարտությունը եւ Քրիստոսի եկեղեցին, ճշմարիտ եկեղեցին է պահել ճշմարիտ ուսմունքը։ Շատերը կնմանվեն ճշմարտությանը, բայց ճշմարտություն չեն լինի, ուրեմն զգույշ լինենք, որպեսզի մենք էլ ծուղակը չընկնենք եւ փոքրիկ փոփոխությունը չնկատելով ստի մեջ գնանք ու ճշմարտությունը չհասկանանք։ Իսկ այս հարցը դու ես հрьяաների թագավորը ինքնին ծաղրական է, որովհետեւ պատկերացրեք Քրիստոս մի ամբողջ գիշեր հալածվել է, բռնցքահարել են, թքել են երեսին, ինչ ասես թե չեն արել եւ հիմա բերում են Պիղատոսի առջեւ ու ասում են սա թագավորն է իրան կարծում։ Եվ տեսնելով Քրիստոսի կերպարանքը, վիճակը, կիսածաղրական վիճակով ասում է դու ես հрьяաների թագավորը։ Որովհետև ինքը շատ լավ հասկանում էր, որ այս մարդը ինչի մասին իրան մեղադրում են, որ հետո պիտի կարդանք, որ Մարկոս ասում է ինքը շատ լավ հասկացա, որ նախանձի պատճառով են արել, այլ խոսքով Պիղատոսի նման մարդիկ, որ աշխարհ տեսած են, որովհետև իրենք այլապես Հռոմի կայսեր կողմից չէին նշանակվի նման վատ տարածքում, որ Հրեաստանն էր միշտ ըմբոստություն եւ նաեւ ամբողջը միշտ դեմ էր գալիս, ուրեմն այս մարդը շատ լավ հասկանում էր ամեն ինչ, ու հենց այստեղ է, որ ինքը միանգամից հարց տալով պիտի տեսնեք, թե ինչքան է փորձում Հիսուսին օգնել, որպեսզի այն ինչ որ հрьяաները փորձում էին անել, չիրականանա։ Եվ Տիրոջ պատասխանը հետեւյալն էր։ Հիսուս ասում է. պատասխան տվեց նրան եւ ասաց. դու ես ասում։ Այս պատասխանը երկու իմաստով կարող ենք հասկանալ։ Առաջինը, որ Տերը վավերացնում է ճշմարտությունը։ Այո, ես նաեւ թագավոր եմ։ Բայց մյուս կողմից շեշտում է, որ այս վկայությունը, որ դու ասում ես, քեզնից է գալիս։ Որովհետև սա շատ կարևոր է, որ երբեմն նույնիսկ Պիղատոսի նման մարդիկ կամ Հերովդեսի նման մարդիկ, առաջի Հերովդեսը, որ ուզում էր Քրիստոսին սպանել մանուկ հասակում, իրենք էլ են ճշմարտությունը վկայում։ Երբեմն ամենավատ մարդուց էլ է ճշմարտության վկայություն գալիս, ու դրա համար հաճախ Աստված այնպես է գործում, որ չես իմանա, որ միգուցե ամենավատ մարդուց նաև ճշմարտության վկայություն գա, ու Քրիստոս այս դեպքում հաստատեց, որ լինելով Պիղատոսը, որ պիտի տեսնենք մեղավոր մարդ է ինքը ճշմարտությունը վկայեց, այո, ես եմ, եւ դա քո շուրթերից է գալիս, եւ այդ ինչ որ ասում ես ճշմարիտ է։ Բայց խորքի մեջ հայերեն ասում են, պատկերացնենք մի բան, որ մի փոքրիկ տարածքի կուսակալ, որ Պիղատոսն էր, հարցաքննում է ոչ թե Հրեաստանի խորքի մեջ թագավորին, այլ աշխարհի թագավորին, թագավորների թագավորին։ Իրականում փոխվելու է դիրքերը։ Քրիստոս հիմնականն է, մեծն է, ամենամեծն է։ Իսկ Պիղատոսը փոքրիկ մի բան է, կայսրը անգամ փոքրիկ մի բան է Քրիստոսի առջև։ Բայց հաճախ ինչ է լինում, փոքրը մեծին է դատում, ու մեծը խոնարհաբար ստիպված, այս դեպքում նաև կյանքի մասին եմ խոսում, դատաստանի է ենթարկվում փոքրի ու աննշմարի կողմից, որը ցավալի է, բայց իրականություն։ Եվ ասում եմ, եւ քահանայապետները նրան շատ էին ամբաստանում, բայց նա ոչինչ չէր պատասխանում։ Եվ հետ այստեղ է, որ ամբաստանում էին ոչ թե նրա համար, որ Հիսուս իրեն Աստծո որդի էր կոչում, որովհետև սրա համար էին ուզում խաչել, այլ ասում են, որ ինքը թագավոր է, եւ քանի որ իրեն թագավոր է կոչում, հռոմեական կայսրության համար ինքը վտանգ է, ապստամբ է, որտեվ եթե ասեին, որ այս մարդ իրեն Աստծո որդի է կոչում, հռոմեացիների համար դա էական բան չէր, դրա համար չէին սպանելու, որտեվ իրենք արդեն հեթանոսներ են, իրենց համար բազում աստվածներ կային ու բազում ճակերտավոր աստվածների զավակներ կային։ Հեթանոսական շրջանում սա տարածված էր, բայց եթե քաղաքականացնում ես խնդիրը, այս ժամանակ էր, որ լրջանում էր, ու իրենք շատ լավ գիտեին, որ եթե հոգևոր առումով ներկայացնեն հարցը, այդ հարցը լուծվելու էր գնալ, ու ինքը չէր ասելու այս մարդը մահապարտ չի, գնացեք, բայց երբ որ քաղաքականացրեցին եւ ավելի բարդ ներկայացրեցին, իրենք գիտեին ինչ էին անում, որ ի վերջո նաեւ տանեն սպանության, ահա թե ինչու փոխեցին իրենց միտքը։ Եվ ասում է Պիղատոսը դարձյալ հարցրեց նրան, ոչ մի պատասխան չես տալիս, տես ինչքան են քեզ ամբաստանում։ Ուզում եմ այս ամբաստանության մասին էլ խոսել, որ երբեմն մարդիկ լռությունը համաձայնություն են կարծում։ Երբ որ ասում են ժողովրդական խոսք էլ կա, լռությունը համաձայնության նշան է, բայց ոչ միշտ։ Ու այս դեպքում Քրիստոս չէր համաձայնում իրենց սուտ մեղադրանքներին։ Ուղղակի չէր ուզում խոսել, որովհետև իր խոսքը իրենց համար արժեք այլևս չուներ։ Իսկ այս դեպքում հիշենք նաև
իր մեկ այլ խոսքը, որ Մատթեոսի ավետարանում ենք ընթերցում, մարգարիտները խոզերի առջև մի թափիր։ Եվ հետաքրքրորեն Սուրբ Գրիգոր Աստվածաբանը, որ 4 դարի մեր մեծագույն սրբերից է, ուսուցիչներից է, ասում են նա ով խոսքն է, չէ՞ որ Քրիստոս խոսքն է, բանը, լոգոսը, չխոսեց։ Շատ հետաքրքիր մեկ նախադասության մեջ այնքան գեղեցիկ է, որտեղ Քրիստոս ինքը Աստծո խոսքն է, Աստծո բանն է, լոգոսն է։ In the beginning was the word. Հենց խոսքն է ինքնին, բայց խոսքը ինքնին չխոսեց։ Եվ դրա համար իսկ Սուրբ Կիպրիանոսը 7-րդ դարում ասում է նա խոսելու է ահեղ դատաստանի ժամանակ, ու այդ ժամանակ է, որ իր խոսքը անտանելի լինելու այդ մարդկանց, ովքեր որ իրեն մեղադրեցին։ Եվ հետաքրքրորեն փաստորեն Քրիստոս չխոսեց ոչ քահանայապետի, ոչ Պիղատոսի ու ոչ էլ Հերովդեսի առաջ, քանի որ այս մարդկանց համար իր խոսքերը արժեք չունեին։ Եվ սա մարգարեության իրականացում էր։ Ես նախորդ անգամ էլ այս համար ընթերցեցի, բայց ուզում եմ նորից ընթերցեմ Եսայի 53-ը արդեն իսկ մարգարեացել էր, որ սա պիտի լինի ու հետևյալն էր մարգարեությունը, որ ու նա վշտից իր բերանն անգամ չի բացում, ինչպես ոչխարն ամորթվելու տարվեց, եւ ինչպես գառ անմռունչ կանգնած է խուզողի առջև, դրա նման իր բերանը չի բացում։ Ուրեմն սա նաեւ մարգարեություն էր, որ իրականացավ եւ այն ինչ որ Քրիստոս ասում էր գրված է իմ մասին, այդ ամբողջը պիտի իրականանար։ Բայց հետաքրքրորեն սրբերն ասում են այս ոնց համար էր։ Դրա համար շատ հաճախ երբ որ Քրիստոսի կերպարի մեջ ոմանք փորձում են թուլություն գտնել, չեն հասկանում, որ այդ թուլությունը, որ ինքը թույլ տվեց, որ իրեն անեին, դա հենց մեր համար էր, որտեղ մեզ սիրեց իբրև իր զավակների եւ թույլ տվեց այդքան նսեմացվի, որպեսզի մենք կարողանանք փրկության ճանապարհը գտնել, ու դա մեծագույն սիրո արդյունք է։ Ու դրա համար պատահական չի, որ ես մեջ բերեցի Հովանու ավետարանը, երբ որ Քրիստոս ասում էր ում եք փնտրում, եւ երբ որ ասում են Հիսուսին, ասում էր ես եմ, եւ այդ ես եմի պատճառով զինվորները բոլորը հետ գնացին ու ընկան, որտեղ իր խոսքը, աստվածային խոսքը, իսկ ես եմը ասացինք էգոեյմին է, որ նշանակում է Աստծո անունը, եւ հենց Աստծո անունից իրենք հետ գնացին ու ընկան, բայց սա նորից ուզում եմ շեշտել, որ Քրիստոս գիտակցաբար, խոնարհաբար արեց, մեր համար արեց, որովհետև եթե այս զողողությանը չգնար, այս անարգանքներին չգնար, մենք փրկության ճանապարհ չէինք ունենալու։ Եվ Հիսուս այնուհետև էլ ոչինչ չպատասխանեց, այնպես որ Պիղատոսը շատ զարմացավ։ Եվ այստեղ հայրերն ասում են իրապես ինչու Պիղատոսը զարմացավ, որովհետև լսել էր, որ Քրիստոս ուսուցիչն է, ռաբի էին կոչում իրեն, եւ խոսելու ոչ թե շնոր, այլ բացառիկ շնոր ունի։ Եվ բնականաբար, երբ որ ինքը սկսեր խոսել, որևիցե խոսք չէր կարողանալու իր դեմը լինել։ Բայց ուզում եմ նորից շարունակենք, բայց նախընտրեց չխոսել, քանի որ խոսքն էլ արժեք ունի, բացի դրանից Տերը մեզ օրինակ տվեց Աստծո կամքին հնազանդվելու։ Ու դրա համար հայրմերի մեջ նաև այս միտքն ենք մենք ասում, որ եղեցին կամք քո։ Եվ սա է շատ կարևոր է։ Երբեմն գիտես, թե ինչն է քեզ ավելի լավ, բայց Աստծո կամքը ֆիզիկական առումով, մարմնական առումով, բայց Աստծո կամքը ավելի է կարևորում, որովհետև գիտես, որ դա նաև Աստծո կամքն է ու խորքի մեջ հոգուտ համար, մտքիդ համար, քո վաղվա ապագայի համար Աստծո կամքը շատ ավելի կարևոր է, քան ֆիզիկական ժամանակավոր հանգստությունը, որը որ մարդը երբեմն նախընտրում է Աստվածայինին։ Սուրբ Կիպրիանոսը նաև մեկ այլ միտք էր ասում էր, եկենք մենք նույնպես ապրենք լիակատար հնազանդությամբ, որը ներշնչված է Տիրոջ գալստյան մեծ սպասումով։ Եկեք չշտապենք ամբարիշների եւ անամոթ ծառաների նման մեզ արդարացնել Տիրոջ առաջ։ Եվ հաճախ հենց սա էլ լինում է, անդադար մարդն ինքն իրեն արդարացնում է ու երբեք կարծես թե դաշ չի քաղում առաջի մարդկանցից սկսած Քրիստոսի օրինակով նաև, որ պետք չի անդադար քեզ արդարացնել ամեն հարցում եւ հաճախ մարդս, Հայկը, իբրև մեղավոր էակ, իրապես պիտի փորձի իր աչքի մեջի գերանը տեսնի, ինչեւ դիմացինի շուղը տեսնելը, բայց արյութես, որ մենք միշտ դիմացինի շուղն ենք փորձում տեսնել, քան մեր աչքի գերանը։ Ու միշտ այս միտքը ասում եմ ու նորից եմ ուզում ասել, երբեմն մեծահոգություն ենք համարում դիմացինին ներելը։ Ասում ենք դժվար է ներելը, բայց ես ներեցի։ Բայց շատ հաճախ մոռանում ենք,
որ դրանից ավելի կարևորը կա ներողություն խնդրելը, որտեղ որևէ մեկս անմեղ չենք, եւ եթե ունենք այդ գիտակցությունն ու քաջությունն ու խոնարհությունը ոչ միայն ներելու, այլ նաեւ ներողություն խնդրելու, այդ ժամանակ է որ Քրիստոսի օրինակին ենք ծառայում, այլապես բոլորս դատավորներն ենք, իսկ մարդիկ, որոնց որ մենք ներում ենք, ամբաստանյալներն են, որոնց կամ կներես կամ չես ների, դա էլ քո մեծահոգության նմանում, չէ, մեզանից յուրաքանչյուրը կարող է եւ դատավոր լինել եւ ամբաստանյալ, որտեղ բոլորս էլ մեղքեր ունենք եւ պետք է նախ եւ առաջ կենտրոնանանք մեր մեղքերի վրա։ Սակայն տոնի առիթով շարունակեմ նյութը, Պիղատոսը նրանց համար արձակում էր մի կալանավոր, ում որ նրանք ուզում էին։ Այս թարգմանությունը մի քիչ այնքան էլ ճիշտ չէ, ոչ թե ում որ նրանք ուզում էին, այլ ում որ նրանք խնդրում էին, որտեղ իրենք խնդրագիր էին ներկայացնում, որ ուզում ենք այս մարդուն ազատ արձակես, ոչ թե ըստ ցանկության էր։ Ինչու է սա կարևոր, որ հասկանանք, որ այս մարդիկ իրենք ի վերջո Հռոմի հպատակն էին։ Եվ ինչ որ հանկարծ Հռոմից էլ ուզում էին, մենակ խնդրանքով, երբեմն նաև սիրաշահելով, երբեմն նաև կաշառք տալով փորձում էին առաջ տանել։ Եվ ինչու էր Հռոմը սա անում։ Ինչու էր այդ նույնիսկ ամենավատ մեղավորին այդ օրը կարող է եթե խնդրեին թողներ, որովհետև փորձում էր այս ժողովուրդներին, որոնց որ ինքը տիրում էր, սիրաշահել։ Մանավանդ որ Հռոմի լուծը շատ էր, հարկերը, թաքսերը շատ էին, փորձում էր ինչ-որ մի բանով սիրաշահել, որ մարդիկ անդադար իրան հանդեպ չըմբոստանային պատերազմներ չլիներ, ներքին խժդժություններ չլիներ։ Իսկ հետաքրքիր է, որ ուզում եմ չմոռանանք, քանի որ մենք զատկական շրջանում ենք հրեական, եւ եթե կհիշեք խոսքերից դասերից մեկում ասացի, որ 3 անգամ շատանում էր Երուսաղեմի բնակչությունը։ Որոշ տվյալներով մի քանի 100,000 մարդ էր դառնում, ամենավտանգավոր շրջանն էր սա Հռոմի համար, որովհետև եթե բոլոր հրեաները հավաքվում էին տարբեր տեղերից միտեղ, մեծ վտանգ կար, որ այս ժամանակ իրենք երբ որ ըմբոստանան կամ դուրս գան Հռոմի դեմ, մեծ ուժ են իրենցից ներկայացում ու դրա համար եւ Պիղատոսը եւ Հերովդեսը անպայման զատկական շրջանին գալիս էին Երուսաղեմ, որ իրենք վերատեսեն տեսուչի նման control անեն, որ հանկարծ խժդժություն չլինի ու քանի որ հիմա խժդժություն ենք փորձելու տեսնենք նաև այստեղ է որ Պիղատոսը միանգամից որպեսզի հարցը չդառնա ապստամբության ասում է այդ հարցը լուծենք ու վերջանա գնա եւ ասում է Բարաբա անունով մեկը կար բանտարկված այն խռովարարների հետ որոնք խռովության ժամանակ մի մարդ էին սպանել 2000 տարի հետո երևի մենք չենք անդրադառնում թե Քրիստոսի ժամանակ ինչ էր վիճակը Իսկ վիճակը հետևյալն էր, կային նախանձահույզներ, zealots, ու սրանք անդադար Հռոմի դեմ կռիվ էին մղում։ Չէին ընդունում Հռոմի իշխանությունը, անդադար պարտիզանական պատերազմներ էին անում, եւ ու դրանցից մեկն էր Բարաբան էր, որ նորից պարտիզանական կռիվների ժամանակ մեկին սպանել էին, ոչ թե ինքը, այլ նաեւ խմբով։ Միգուցե նաեւ ինքը, սա երկու տարբեր ընկալում կա։ Բայց այսինքն այս մարդն է, որը որ ուղիղ Հռոմի դեմ է։ Եվ մեկն է, որ ինքը նաև մարդ է սպանել։ Եվ ասում է դրա մասին Մատթեոս մի քիչ ավելի մեծ մանրամասնում ասում է ոչ թե միայն խռովության ժամանակ մի մարդ էին սպանել, Մատթեոսի բառերը այն ժամանակ ունեին մի նշանավոր բանտարկյալ, որի անունը Հեսու Բարաբա էր։ Ինչու նշանավոր բանտարկյալ, որովհետև ըստ երևույթին այս ապստամբության գլուխն էր։ Այսինքն պարզ մեկը չէր եւ շատ նշանավոր էր իր վատ արարքներով, ոչ թե լավ արարքներով եւ փաստորեն ինչու է սկսում Մարկոսը իր մասին խոսի, որպեսզի համեմատական անցկացնի ամենալավ մարդու եւ ամենաժամանակի ամենավատ մարդու միջև ու տեսնի թե ժողովուրդը ում է ընտրում ամենալավին թե ամենավատին, մարդասպանին թե մարդուն կյանք տվողին ու պիտի տեսնենք թե ում են ընտրելու։ Այս ընթացքում Մարկոսը մի շատ կարևոր խոսակցություն է բաց թողում, որը նաև բաց են թողում Մատթեոսն ու Ղուկասը, բայց փառք Աստծո, Հովհաննեսը որ 4-րդը գրեց, վերջում գրեց, երբ որ տեսավ այս բացերը համաձայն մեր ուսմունքի, լրացրեց, իսկ այդ բացը գիտեք ինչ է, որ Պիղատոսի հետ առանձին Քրիստոս խոսում է։ Եվ այս խոսակցությունը ես ուզեցի ուղիղ դնել, որպեսզի տեսնենք, թե ինչ էին խոսում Պիղատոսն ու Հիսուսը Հովհաննու 18-ի մեջ։
Եվ ասում է Պիղատոսը դարձյալ ապարանք մտավ, կանչեց Հիսուսին եւ ասաց նրան. «Դու ես հրեաների թագավորը»։ Եվ Հիսուս պատասխանեց. «Դու քեզնից ես այդ ասում, թե ուրիշներն իմ մասին քեզ ասացին»։ Պիղատոսը պատասխանեց. «Միթե ես էլ հրեա եմ, քո ազգը եւ քահանայապետները մատնեցին քեզ իմ ձեռքը, դու ինչ ես արել»։ Հիսուս պատասխանեց. «Իմ թագավորությունը այս աշխարհից չէ։ Եթե իմ թագավորությունը այս աշխարհից լիներ, իմ հետևորդները կմարտնչեին արդեն, որպեսզի հրեաների ձեռքը չմատնվեմ, բայց արդ իմ թագավորությունը այստեղից չէ»։ Եվ այս վերջի մասն է շատ հետաքրքիր ու շատ կարևոր։ Պիղատոսը նրան ասաց. «Թե որ այդպես է, ուրեմն դու թագավոր ես»։ Հիսուս նրան պատասխանեց. «Դու ես ասում, որ թագավոր եմ, բայց ես դրա համար իսկ ծնվել եմ ու դրա համար իսկ եկել եմ աշխարհ, որպեսզի ճշմարտության համար վկայեմ։ Ամեն մարդ, որ ճշմարտությունից է, իմ ձայնը լսում է»։ Պիղատոսը նրան ասաց. «Ինչ է ճշմարտությունը»։ Երբ այս ասաց, դարձյալ դուրս ելավ։ Եվ այս մասին ես շատ եմ խոսել, ուզում եմ նորից խոսել, որ ամենակարևոր խոսակցություններից մեկն է ավետարանում, որ Քրիստոս խոսքը տանում է ճշմարտության, եւ Պիղատոսը հարց է տալիս ինչ է ճշմարտություն ու պատասխանը չի ուզում լսել ու դուրս է գալիս, իսկ պատասխանը մենք գիտենք նույն Հովանու ավետարանից ոչ թե ինչ է, այլ ով է, եւ ինքը Տերն է ու Փրկիչը Հիսուս Քրիստոս։ Բայց տեսեք նաև շարունակությունը կա հրեաների մոտ, դուրս ելավ հրեաների մոտ եւ ասաց նրանց ես նրա մեջ ոչ մի հանցանք չեմ գտնում։ Ուրեմն մեր կյանքում էլ հաճախ մենք ճշմարտությունն ենք փնտրում, բայց երբ որ հարցը գալիս է ճշմարտությունը գտնելուն, հարցը տալիս ենք, հարցի պատասխանը չենք սպասում եւ դուրս են գալիս, երբեմն ոչ թե ֆիզիկապես, այլ նաեւ միտքն է մեր ցրվում։ Ինչ որ մի զանգ եկավ, ինչ որ մեկը մի բան ասեց, բայց կյանքի ամենահիմնական ու կարևոր նպատակը ճշմարտությունը փնտրելն ու գտնելն է։ Եվ այս պարագայում հենց սա է, որ Քրիստոս Պիղատոսին փորձում էր բացատրել ու Պիղատոսի միջոցով նաև յուրաքանչյուրիս, որ փնտրեք ճշմարտություն ու գտեք ճշմարտությունը, որը ոչ թե վերացական, այսինքն theory է, այլ շոշափելի իրական է, որ գտնվում է իմ անձի մեջ, այսինքն Հիսուս Քրիստոսի անձի մեջ։ Հենց սա էր, որ ուզում էր ասել, ուրեմն մենք էլ ուշադիր լինենք, որ Պիղատոսի նման չհարցնենք ու առանց պատասխանը լսելու դուրս գանք, այլ միշտ մնանք, որպեսզի Քրիստոս իր ավետարանի միջոցով ու եկեղեցու միջոցով մեզ պատասխանի կյանքի ամենակարևոր հարցերից մեկին։ Ուրեմն ամբողջը սկսեց ասում է բարձրաձայն աղաղակել եւ պահանջել, որ ինչպես սովորություն էր անել Բարաբային արձակի։ Ամբողջը մնում է ամբողջ եւ այսօր էլ երբ այս միտքն եմ բերում, մարդ ամբողջի մաս է դառնում, սոցիալական ցանցերի միջոցով կամ այլապես դադարում է անկախ մտածելուց եւ ազդեցության տակ մտնելով հաճախ մոռանում այն բարիքները, որ Աստված իրեն պարգևել էր։ Չէ՞ որ այդ ամբողջի մեջ շատ մարդիկ կային, ովքեր օգտվել էին Քրիստոսի ողորմությունից։ Եվ իրապես, երբ որ նայում ես վերջի շրջանի դեպքերը եւ Հայաստանում, եւ այստեղ, եւ ամենուր, երբ որ մարդ իրեն ամբողջի մասակ դարձնում, այլևս իր կամքը չկա, ինքը ամբողջի միջոցով է թելադրվում, եւ այդ ամբողջը միշտ զգացական է, երբեք ռացիոնալ չի, երբեք տրամաբանական չի։ Եվ ամբողջավարությունը ամենավատ բանն է, որի մասին ես նորից պիտի խոսեմ, ու դրա համար է, որ մարդս, որ առանձին երևի եթե լիներ շատ ավելի լավ կտրամաբաներ, նախընտրում է արձակել մարդասպանին եւ սպանել մեղքերն արձակողին։ Սա շատ կարևոր մի բան է։ Երբեմն մենք նախընտրում ենք արձակել մարդասպանին, ազատ արձակել եւ սպանել մեղքերը արձակողին, որ ինքը մեր Տերն ու Փրկիչն էր Հիսուս Քրիստոս։ Ոչ թե նրա համար, որ մենք վատն ենք, այլ որովհետեւ մենք ազդեցության տակ ենք ընկել։ Եվ այնքան մեծ է այդ ազդեցությունը, որ դրա տակից չենք էլ կարող դուրս գալ։ Եւ խորքի մեջ այսօրվա ամբողջավարությունը հիմնականում կատարվում է ինտերնետի կամ հեռուստացույցի կամ հեռախոսի միջոցով ու կամա թե ակամա մենք ընկնում ենք այդ ամբողջավարության ծուղակի մեջ եւ չենք անդրադառնում, որ մենք էլ ենք ազդվել դրանից այս կամ այն ձևով։ Դրա համար ես միշտ ինձ համար սա կարևորագույն բան եմ դարձրել ուղեցույց, որ երբեք միակողմանի չլինի իմ տեսանկյունը, այլ փորձեմ մի քանի կողմերը նայել եւ ի վերջո նաեւ տարբեր մարդկանց լսելով կամ կարծիքներ լսելով փորձեմ իմ չափով օբյեկտիվորեն ընկալել այն, ինչ որ կատարվում է։ Ուրեմն Պիղատոսը պատասխանեց եւ ասաց նրանց. «Ուզում եք, որ հրեաների արքային արձակեմ»։
ձեզ համար։ Կոնկրետ կարծես թե ասում է, որ եկեք ես իրան արձակեմ, բայց ուշադրություն դարձրեք անդադար հրեաների արքա բառակապակցությունն է ինքը մեջ բերում, որտեղ ամբողջ այս տեքստը հրեաների արքա բառակապակցության մասին է։ Եվ փաստորեն օտարազգի բռնապետը Հիսուսին փորձում է պաշտպանել։ Սա այդ կյանքի, գիտեք, երևի տարօրինակություններից մեկն է, որ հաճախ դու ակնկալում ես պաշտպանություն քո մտերիմից, քո բարեկամից, քո ծանոթից, քո հարազատից, բայց ուրիշն է քեզ պաշտպանում, որը որ շատ հաճախ շատ ավելի վատ կարծիք ուներ կամ ընդհանրապես ոչ միայն կարծիք, այլ կերպար է ներկայացվել հասարակության մեջ, բայց Աստված կարող է հենց այդ մարդու միջոցով քեզ փորձի պաշտպանել։ Եվ պատճառներից մեկն էլ նա էր, որ Աստված ինքը նաև մետաֆիզիկա են կոչում, երբնական ձևով էր նաև միջամտել այս մարդու կյանքում, որի մասին մենք ընթերցում ենք Մատթեոսի ավետարանում, որ Մարկոսը ու մյուսները չունեն, որ ասում է, եւ ինչ նա ատյան էր նստում, իր կինը նրան լուր ուղարկեց եւ ասաց. «Քո եւ այդ արդարի միջև ոչինչ չկա, որովհետեւ այսօր երազումս նրա պատճառով գլխովս շատ բաներ անցան»։ Այլ խոսքով Պիղատոսին մեսիջ էր գնում, նաև կնոջ միջոցով, իսկ կնոջը ինչպես տրվեց երազի միջոցով։ Այլ խոսքով Աստված բազում ձևերով փորձում է մեզ զգուշացնել, ուրիշ մարդու միջոցով, երազի միջոցով, եւ սա էլ փաստորեն մանավանդ եթե վստահում էր այս դեպքում կնոջը, հասկանում է, որ ինչ որ շատ ավելի լուրջ բան է Պիղատոսը, քան իրեն թվում էր։ Եվ պատճառներից մեկը կարծում ենք նաև սա է, որ ինքը անդադար փորձում է Քրիստոսին պաշտպանել, բայց եւ այնպես վերջում պիտի տեսնենք, թե ինչ է լինում։ Քանի որ նա գիտեր, եւ այստեղ շատ կարեւոր հանգամանք է 15:10-ի մեջ, ասում է, քանի որ նա գիտեր, թե նախանձից մատնեցին նրան քահանայապետները, որոնք եւ ամբողին համոզեցին, որ Բարաբային արձակի իրենց համար։ Նախանձ։ Ահա որ մեղք է նախանձը, որ Քրիստոսին խաչելության տարավ։ Բնականաբար սա էր պատճառը, ինչ որ Մարկոսն ասում, հիմնական պատճառը, բազում պատճառներ կային, բայց այստեղ ավետարանիչը մեզ ասում է նախանձից դրդված էր, որ մատնեցին քահանայապետները։ Եվ սա մի բան է, որ երբեմն մեզ թվում է, թե մենակ դիմացինի մեջ կա։ Օրինակ, այս մարդու մեջ կա ու իմ մեջ չկա։ Բայց երբ որ ուղղափառ մտայնությունը սկսում է մոտդ զարգանալ, առաքելական միտքը, հասկանում ես, որ ես առաջինը միգուցե նախանձ ունեմ, քան դիմացինը։ Ու դրա համար հետո հասկանում ես, թե ինչու է կարևոր, որ ամեն շաբաթ պատարագի ժամանակ մենք մեր մեղքերը խոստովանենք, որոնց մեջ նաև ներառված են 7 մահացու մեղքերը, որոնցից երկրորդը կարևորությամբ նախանձն է, հպարտություն, նախանձ, բարկություն։ Եվ իրապես փաստորեն, երբ որ մենք էլ գիտակցենք, որ մենակ հրեաները չէին, որ նախանձ ունեին, այլ ես ինքս էլ նախանձ ունեմ, ու ինչքան վատ հետևանք կարող է թողնի նախանձը մեր բոլորի կյանքում, զգուշանանք, որ նախանձը քոնտրոլից դուրս չգա, որովհետև ինքը միշտ մեր կյանքում կա, բայց միշտ պիտի իրեն զսպենք, միշտ պիտի գիտակցենք ու փորձենք պահել։ Եվ սա շատ կարևոր է, որ հասկանանք, ու դրա համար, երբ որ դու չես գիտակցում, որ դու նախանձ ունես, որը որ բողոքականյան ուսմունքն է հաճախ ասում, որտեղ ասում ես դու փրկված ես արդեն, դու սպասում ես, rapture-ը կգա ու դու կգնաս, դու նախանձին control չունես այլևս, ու հաճախ ինքդ քեզ խաբելով չես հասկանում, թե մեղքերն ինչքան են, լինի նախանձը, լինի բարկությունը, լինի բոլոր մեղքերը ինչքան են իրանք կուտակվում, որտեղ դու իրանց դեմ էլ չես պայքարում։ Սա շատ կարևոր է, որ մենք ունենանք ճիշտ գիտակցություն ու անդադար պայքարենք այդ ամբողջի մեջ։ Նաև այստեղ մի ուրիշ բան կա, որ մարդիկ հիմար չեն։ Սակայն երբեմն նախընտրում են իրենց միամիտի տեղ դնել։ Այս դեպքում Պիղատոսը շատ լավ հասկանում էր ինչի մասին է խոսքը, ու շատ լավ հասկանում էր, որ նախանձից դրդված են, որ այս ամենը կատարում են հրեա ղեկավարությունը։ Բայց իրան չիմացողի միամիտի տեղ էր դրել ժողովրդական խոսքով, ինչու, որովհետև սա իրեն ավելի ձեռնտու էր։ Եվ հաճախ մենք էլ հասկանում ենք, թե ինչ է կատարվում, բայց նախընտրում ենք լռել եւ չխոսել, ու այս միտքը կա, որ ոչ խոսում եմ, ոչ տեսնում եմ, ոչ էլ լսում եմ։ Սա արևելյան փիլիսոփայություն է, որը քրիստոնեությանը լրիվ հակառակ է, որովհետև սա այս նման մարդը երբեք չի կարող Քրիստոսին վկայել։ Պատկերացրեք առաջի քրիստոնյաները կամ առաքյալները կամ նույն ինքը Քրիստոս,
որ ասում է ոչ տեսել եմ, ոչ լսել եմ, ոչ էլ խոսում եմ։ Դառնում ես գաղջ, դառնում ես անկերպարանք, դառնում ես անողնաշար անձ։ Դրան հակառակ Քրիստոս քեզ ասում է ունեցի քո կերպարը, որ աստվածատուր է եւ պատրաստ եղի դրա համար նաեւ ինչու՞ չէ պայքարելու ճշմարտությունը։ Պիտի տեսնենք, պիտի լսենք ու ինչու՞ չէ պիտի խոսենք։ Խոսելու պարագան է միայն մի քիչ ուշադրություն պիտի ունենանք, ոչ ամեն անգամ ու ամեն տեղ է ճիշտ խոսել, որովհետեւ սա էլ արվեստ է, երբեմն տեղին անտեղին ես խոսում եւ դրանով քեզ ավելի վատ վիճակում ես դնում, ուրեմն այդտեղ իմաստություն է պետք, որ ճիշտ բանը ճիշտ ժամանակ խոսել ու ինչպես նաեւ սրբերն են ասում, ավելի մեծ իմաստություն է պետք, որ սխալ ժամանակ սխալ բան չխոսես, որտեղ սա էլ հաճախ կարող է լուրջ խնդիրների բերի, բայց ի վերջո կոչված ենք խոսելու, այնպես չի, որ հիմա ճիշտ ժամանակը չի, տարիներ հետո կխոսենք, պահը ինքնին գալու է, Աստված մեզ տալու է, մենք պիտի դրա մասին խոսենք ու վկայենք։ Բայց Պիղատոսը դարձյալ խոսք առավ եւ ասաց նրանց. իսկ ինչ եք ուզում որ անեմ հրյաների արքային, եւ նրանք քահանայապետներից դրդված դարձյալ աղաղակեցին խաչը հանիր դրան։ Եվ այստեղ նորից կյանքի զավեշտը, որ մեղավորը ազատ է արձակվում, իսկ անմեղը մահվան դատապարտում, եւ այստեղ նաեւ մարդիկ սրբերն ասում են իրենց դատաստանը տեսան, քանզի իրենց կամքով մարդասպանին նախընտրեցին, ոչ թե փրկչին, մեղավորին նախընտրեցին եւ ոչ թե մաքուրին։ Եվ նաեւ սրբերն ասում են եկեղեցու ընդհանրական, որ միջև այսօր այդ մեղքը հենց այս մարդկանց հրյա մեծավորների եւ ինչու՞ չէ նաեւ ազգի, որտեղ պիտի ընթերցենք վրա է, որովհետեւ իրենց վրայից չթոթափեցին այս մեղքը, չընդունեցին Քրիստոսին իբրև իրական Աստծո որդին։ Եվ մենք էլ զգուշ լինենք, որ կամա թե ակամա Քրիստոսին չուրանանք եւ մշտապես փորձենք Քրիստոսով ապրել։ Եվ այս մտքի մեջ ինձ համար շատ կարևոր մի բան եկա, որ ուզեցի կիսել ձեր հետ, վստահ եմ շատերս ենք հիշում Փիլիպպեցիս 3-ի այս կարևոր արտահայտությունը, որ Սուրբ Պողոս առաքյալն ասեց, եւ արտահայտությունը հետեւյալն է. խաչի թշնամիներ։ Ուշադրություն դարձրեք, այն անձինք կարող են լինել տարբեր կրոնի ներկայացուցիչներ, կարող են լինել մեղավորներ։ Երբ որ խաչի դեմ խնդիր ունեն, խաչի հետ խնդիր ունեն, իրենք չեն կարող Աստծո հետ լինել։ Որտեղ խաչն ինքնին, ինչպես մենք միշտ ասվել է քրիստոնեական գրականության մեջ, ինքնին Աստծո զորությունն է, սկսած Պողոս առաքյալի թղթերից։ Եվ ովքեր էին, որ Քրիստոսին ու խաչին դեմ էին։ Չարը, դևերը եւ նաեւ չարի կողմնակից մարդիկ։ Հետաքրքիր մի բան առանց անուն տալու ու շատ ցավացի ես մարդու համար, տարիներ առաջ մեր հետ մեր խմբի անդամներին միացավ մի երիտասարդ, ով շատ խոստումնալից երիտասարդ էր, հետո հեռացավ, տարիներ շարունակ մեզ հետ չէր, հետո վերադարձավ ու զգացինք, որ արդեն վիճակը լավ չի այս տղայի ու հետո հասկացանք, որ նաև թմրանյութի մեջ է մտել։ Եվ ու այդպես շարունակվեց այս վիճակը, այն օրը դասի օրը, նախորդ չորեքշաբթի օրը, ուրեմն Իրիկոնը արդեն տուն հասանք ուշ, զանգ եկավ, չգիտեմ ով էլ հոգնածել էի, բայց վերցրեցի, բա այս ինչն է, հիշում ես, ինձ ասի, անշուշտ հիշում եմ, բա շատ վատ բան է կատարվել հետս, հավատքս եմ կորցրել եւ խաչերս եմ բոլոր կոտրել, հետաքրքիր է, ուզում եմ առնչել խաչի հետ եւ շատ կարիք ունեմ, չգիտեմ ինչ անեմ։ Եվ ի վերջո, ինչու եմ այսքան ասում, որ իրապես այդպես էլ կա, ոմանք կրոնական առումով, ոմանք մեղքի առումով, բայց ուշադրություն դարձեք, այն ինչ որ Սուրբ Գիրքն է ասում, Սուրբ Պողոս առաքյալն է ասում, խաչի թշնամիներ, սա պատահական չի։ Եվ քաղաքականության մեջ էլ ասա ցավոք մտել։ Նրանք, ովքեր խաչին դեմ են, խաչին թշնամի են, չեն կարող Աստծո հետ լինել։ Սա մին եկեղեցու իմ սուրբազան հայրերի դարեր շարունակ, հազարամյակներ շարունակ փոխանցած կյանքի վկայությունն է, որը մենք էլ այսօր մեր վկայությամբ, մեր կյանքի փոքր փորձառությամբ տեսնում ենք, զգուշ լինենք խաչի թշնամի չդառնալու, զգուշ լինենք, որ խաչի թշնամիների հետ բարեկամ չդառնանք։ Պիղատոսը նրանց ասաց. ինչ չար բան է արել նրան նա, եւ նրանք առավել եւս աղաղակում էին ու ասում. խաչը հանիր դրան։
Տեսեք, այստեղ ուզում եմ նորից շեշտել մի շատ կարևոր հանգամանք, ամբոխի ուժը, որի հետ հռոմեացիներն անգամ հաշվի էին նստում։ Այսօր էլ ամբոխը ահռելի ուժ ունի եւ մարդիկ հաշվի են նստում։ Ուրեմն ինչու այս միտքը ասեցի, նորից եմ ուզում շեշտել, որովհետեւ ապստամբություն կբարձրանար, վախ կար, իսկ ամբոխը տրամաբանությունից զուրկ էր եւ էմոցիաներին էր տրվում եւ իրապես այս ամբոխավարությունը մի բան էր, որ հռոմեացի հրյա ղեկավարությունը, քահանայապետներն, օրենսգետներն ու դպիրները շատ լավ օգտագործեցին իրենց նպատակների համար։ Եվ սա պիտի հասկանանք, իրենք ամբոխավարության շնորհիվ հասան իրենց նպատակին։ Այս ընթացքում Ղուկաս ավետարանիչը մեզ շատ հետաքրքիր վկայություն ունի, որ մյուսները չունեն, եւ ուզեցի նաեւ սա էլ ձեզ հիշեցնել, որպեսզի պատկերը, ինչպես որ ի սկզբանե ասացի, ամբողջական լինի։ Ղուկասի մոտ 23-րդ գլխում սա կա, ասում եմ. Պիղատոսը քահանայապետերին եւ ժողովրդին ասաց. այս մարդու մեջ ես որևէ հանցանք չեմ գտնում։ Իսկ նրանք պնդում էին եւ ասում, թե ամբոստությանը մղում ժողովրդին, քարոզում է ամբողջ Հրեաստանում Գալիլեայից սկսած մինչեւ այստեղ։ Իսկ Պիղատոսը երբ լսեց Գալիլեայի մասին, հարցրեց, թե այդ մարդը Գալիլեայից է։ Եվ երբ իմացավ, թե Հերովդեսի իշխանությունից է, հանձնեց, որ նրան տանեն Հերովդեսի մոտ, որովհետև այդ օրերին նա էլ Երուսաղեմում էր։ Հետաքրքիր է, այս մասին ոչ մեկ չի խոսում։ Փաստորեն Պիղատոսն ուղարկում է Հերովդեսի մոտ։ Եվ երբ Հերովդեսը տեսավ Հիսուսին, շատ ուրախացավ, որովհետև երկար ժամանակից ի վեր ցանկանում էր նրան տեսնել։ Քանի որ հաճախ լսում էր նրա մասին եւ ակնկալություն ուներ նրա ձեռքով կատարված որևէ նշան, այսինքն հրաշք տեսնել։ Հերովդեսը նրան հարցաքննեց շատ խոսքերով, իսկ Հիսուս նրան ոչ մի պատասխան չտվեց։ Քահանայապետներն ու օրենսգետները վեր էին կենում եւ նրան բուռն կերպով ամբաստանում։ Հերովդեսն էլ իր զորականներով հանդերձ արհամարեց նրան եւ ծիծաղելով նրա վրա սպիտակ զգեստներ հագցնել տվեց նրան եւ վերստին հանձնեց, որ տանեն նրան Պիղատոսի մոտ։ Եվ Պիղատոսն ու Հերովդեսը այդ օրերին բարեկամներ եղան, որովհետև առաջ իրար թշնամիներ էին։ Սա էլ հետաքրքիր է, որ նրանք ովքեր որ Աստծո հետ չեն, ի վերջո նաև մեկը մյուսին գտնում է, եւ սա շատ հաճախ նաև իրականություն է դառնում մեր օրերում։ Ուրեմն սա մի մաս էր, որ կարևոր էր, որ հասկանանք ինչ կատարվեց, վերադառնում ենք Մարկոս 15:15-ին եւ այստեղ տեքստը հետեւյալն է. իսկ Պիղատոսը, որովհետեւ ուզեց ամբոխին գոհացնել, նրանց համար Բարաբային արձակեց։ Ուրեմն փաստորեն Պիղատոսը մի քանի անգամ փորձեց Հիսուսին ազատ արձակել, սակայն ամբոխի ուժը մեծ էր։ Եվ կարծում եմ, որ 3 պատճառ կար, որ ինքը փորձում էր սա աներ։ Նախ կար վախը, որովհետև կնոջ ասած այդ երազը վստահ եմ իր մեջ վախ էր արթնացրել։ Երկրորդը կար զգուշությունը, որովհետև տեսավ, որ Քրիստոս ասեց ինքը Աստծո որդին է, եւ նաեւ կար այն գիտակցությունը, որ ընդհանրապես հռոմեացիների մոտ ցավոք կամ բարեբախտաբար նայեցուն տեսանկյունից ավելի շատ կար արդարության գիտակցությունը, justice, քան հրեաների մոտ։ Եվ հռոմեացիները հին աշխարհում հայտնի էին այդ իրենց արդարության նկրտումներով, ցանկություններով, ու ինքը տեսնում էր, որ այս մարդը անարդար է դատվում։ Ուրեմն կար անձնական վախ, կար զգուշություն եւ նաեւ կար արդարության որոշակի գիտակցություն, որ սա անարդար է ու ճիշտ չի, որ սա լինի։ Բայց ինչ էլ լիներ պարագան, մեկը ինքը տեղի տվեց, զիջեց արտաքին ճնշումներին եւ համաձայնեց Բարաբային ազատ արձակել եւ Հիսուսին խաչելության տանել։ Եվ ասում է Հիսուսին ծեծել տալով նրանց ձեռքը հանձնեց, որպեսզի խաչը հանվի։ Պարզ ծեծ չի սա, իրական բառը գանակոծել է։ Մտրակով գանակոծել է այս գործիքը, որ պահված է որոշ տեղերում, ինքը պարզ գործիք չի, իր ծայրերին մետաղ էին դնում կամ ոսկոր։ Եվ ամեն անգամ, երբ որ հարվածում էին, մսից մի մաս դուրս էր, պոկում էր։ Եվ եթե հրեաները ասում էին, որ 39-ից ավել իրավունք չկա, եւ տեսնում ենք Պողոս առաքյալը, որ ասում է, ես գանակոծվեցի մի քանի անգամ 39-ի չափով, հռոմեացիները չափ չունեին եւ կարող էին անդադար խփել, ու իհարկե հիմա կարող է շատ ցավալի հնչի, բայց երբեմն վկայություններ կա, որ մարդկանց ոսկորներն էին սկսում երևալ։ Այսինքն ինքը չափազանց ծանր պատիժ էր եւ հաճախ ուղակի մարդիկ արունակամ էին լինում հենց այս գանակոծության պատճառով,
որը Քրիստոսին կատարեցին։ Եվ սա հետաքրքրել նաև ոչ միայն խիստ պատիժ էր, այլ նաև անպատվություն էր, որովհետև օրենքով Հռոմի քաղաքացուն իրավունք չունեին գանակոծել, անպատվություն կհամարվեր եւ նույնիսկ եթե ամենավատ մեղքերն էլ գործած լիներ անձը, բայց Հռոմի քաղաքացի լիներ, իրավունք չունեին գանակոծելու, ինչպես նաև իրավունք չունեին խաչը հանելու։ Սա ամենադաժան ու ամենաանմարդկային ու ամենաանպատվաբեր չարչարանքներն էին, որոնք տալիս էին, որ Քրիստոս տանի։ Եվ սա էլ իրապես շատ հետաքրքիր է, որ հասկանանք, որ ավելի ճիշտ պատկերը հասկանանք։ Եվ այստեղ երբ որ ընթերցեցի, որ ասում է հանձնեց զինվորներին, 3 անգամ այս ձեռքը հանձնել բառակապակցություն եղավ, եւ սա բանալի բառերից մեկն է։ Ուշադրություն դարձրեք, Հիսուսին Հուդան քահանապետների ձեռքը հանձնեց, սա Մարկոս 14-ում ենք ընթերցում, քահանապետները Պիղատոսի ձեռքը հանձնեցին Հիսուսին Մարկոս 15:1-ում, իսկ Պիղատոսը զինվորների ձեռքը հանձնեց Հիսուսին խաչը հանելու համար Մարկոս 15:15, այսինքն ձեռքից ձեռք էր անցնում Հիսուս, կարծես թե մի առարկա, որ ձեռքից ձեռք հանձնում եւ ամեն անգամ վիճակը վատացավ, եթե մատնություն էր, հետո դարձ ուղարկեցին Պիղատոսին, Պիղատոսն էլ տվեց զինվորներին, որպեսզի խաչը հանեն։ Եվ այստեղ մի փոքրիկ վկայություն կա, որ Մատթեոսն անում, որ ուզեցի նաև մեջ բերել, որ մյուսները չունեն, ասում է, եւ Պիղատոսը տեսնելով, թե ոչինչ չի օգնում, այլ ավելի խռովություն է լինում, ջուր վերցնելով լված ձեռքերը ժողովրդի առաջ ու ասաց. այդ արդարի արյունից ես անմասն եմ, դուք գիտեք, ամբողջ ժողովուրդը պատասխանեց եւ ասաց դրա արյունը մեր վրա եւ մեր որդիների վրա։ Հիմա ուզում եմ այս մասին է խոսեմ, որ մյուսները չասացին, բայց Մատթեոսի մոտ ենք ընթերցում, որ Պիղատոսը ձեռքերն է լվում։ Եվ այդ ձեռքերը լվալ ինքնին, հիմա այս հարցին հետո մենք երևի միասնաբար կքննարկենք, ինչքանով օգնեց։ Արդյոք ինքը դրանով դարձավ անմեղ, թե մնաց մեղավոր, սա մի մանա, որ մենք քննարկում ենք, խոսենք, ենթադրում եմ, մանավանդ, որ հաճախ մենք էլ ենք այդպես անում, այլաբանորեն ձեռքեր ենք լվում ու կարծում ենք, եթե մենք մեր ձեռքերը լվացինք, մենք անմեղ ենք։ Ու այստեղ է գալիս քրիստոնյայի իրական կերպարը, որ քրիստոնյան նա չի, ով վատ բան չի անում, այլ նա է, ով լավ բան է անում։ Սրանք լրիվ տարբեր ընկալումներ են, ու մեզանից յուրաքանչյուրը սա պիտի գիտակցի։ Եվ ինչ են անում զինվորները, սա էլ հիմա տեսեք։ Եվ ասում է զինվորները նրան ներսի գավիթը տարան, ուր պալատի բակն էր, մեկտեղ կանչեցին ամբողջ գունդը, այսինքն փոքր քանակ չէր, ասեցին եկեք, ամբողջ գունդը հավաքվեց, այսինքն հերիք չի, որ ինքը արդեն գիշերվանից հալածվում է, հիմա զինվորներին երբ որ հանձնեցին, զինվորները ամբողջ գունդն են հավաքվել, որպեսզի առավել հալածանքի մատնել մեր Տիրոջն ու Փրկչին Հիսուս Քրիստոսին, եւ փաստորեն ինչու էր Մատթեոսը նաեւ կամ ամյուս ավետարանիչները սա շեշտում, որ հրեաներից հետո Տերը պիտի փաստորեն չարչարվեր նաեւ հեթանոսների կողմից, ավելին հրեաները յուրայինին հանձնեցին հեթանոսներին, որը փաստում է, որ հրեաները Տիրոջ յուրային չէին համարում, այլ հակառակորդ էին համարում եւ թշնամի։ Ինչու եմ սա ասում, որտեղ հաճախ գիտակից կամ անգիտակից ասում են դե Հիսուս հրեա էր էլի, հրեաները Հիսուսի քրիստոնեության միջոցով հրեականություն է քարոզվում, նման բան լրիվ հակառակն է, իրականությանը բացարձակ չի համապատասխանում, որտեղ ինչպես 2000 տարի առաջ, հիմա էլ քրիստոնեությունը դիտվում է իբրև հակառակորդ եւ ցավոք սրտի երբեմն նաեւ իբրև թշնամի կրոն, որից պետքա հնարավորինս ձերբազատվել։ Եվ փաստորեն ինչ եղավ, ինչպես որ ասացի, ամբողջ գունդը կանչեցին, որ անարգանքն ավելի մեծ լիներ Տիրոջ նկատմամբ։ Եվ այստեղ հարց է գալիս, Տեր Աստված, այսքան չարչարանք հետ ինչու դեռ այսքան էլ չարչարանք, ու պատասխանը մեկն է, որովհետև մեր մեղքերը շատ ավելին են, քան մենք կարող ենք պատկերացնել, ու Քրիստոս մի ամբողջ մարդկության մեղքեր վերցնում իր վրա, ու դրան վրա ամենածանր չարչարանքների միջով էր անցնում։ Եվ ասում եւ նրան հագցրին կարմիր խղամիտ եւ ծիրանի ու նրա գլխին փշերից պատրաստված պսակ դրեցին եւ սկսեցին նրան ողջույն տալ
եւ ասել։ Ու այստեղ նախ տեքստային առումով մեր հայկական կարմիր խղամիտ եւ ծիրանի կա, բայց հիմնական հունարեն տեքստը միայն ծիրանին է, ու ծիրանին երբեմն մենք շփոթում ենք ծիրանի գույնի հետ։ Ծիրանին purple-ն է, այսօրվա մանուշակագույնն է։ Եվ ծիրանին ինքը խորհրդանիշ էր արքայական գույնի, արքաները purple մանուշակագույն ծիրանի էին հագնում, եւ ծիրանի այսօրվա հասկացած orange-ի հետ կապ չունի։ Եվ այս ծիրանին, երբ որ մեկը հագնում էր ծիրանի, ինքը անպայման պիտի կամ արքայական, ուրեմն ինչ որ ցեղից լիներ, կամ հետագայում նաև ծիրանին սկսեցին հագնել բարձրաստիճան հոգևորականներ։ Այսօր եպիսկոպոսից սկսած ծիրանի են հագնում, երբեմն ծայրագույն վարդապետներն էլ ներսից ծիրանի ուրեմն բան ունեն, կտոր ունեն, որը ցույց է տալիս իրենց բարձր դիրքը։ Եվ այստեղ ուզում եմ նաև երկու մեծ սրբերի, ավելի շուտ մեկը սուրբ է, մեկը ոչ մեզ համար, բայց Սուրբ Գյուրեղ Երուսաղեմացու շատերից հայտնի միտքը բերեն, որ ասում էր չնայած, որ ծաղրի համար Քրիստոսին արքայական ծիրանին հագցրին եւ փշեպսակ դրին, միևնույն է դա խորհրդանիշն էր Քրիստոսի արքա լինելու եւ մարգարեության իրականացման։ Իրենք ծաղրում էին դրանով, բայց իրականում իրենք հենց մարգարեությունն էին կատարում, որովհետեւ Քրիստոս իրապես արքան էր եւ արժանի էր այդ ծիրանուն, իսկ այդ փշեպսակի համար էլ Թեոփիլակն է ասում 12-րդ դարում, ասում է եկեք նաեւ մենք հագնենք փշեպսակը, այսինքն ձգտենք պսակվել ինքնատիրապետման եւ զսպվածության միջոցով եւ ոչ թե շքեղության, հաճույքների եւ վայելքների։ Ուրեմն փշեպսակը նաեւ սա էր, որ խորհրդանշում էր Քրիստոսի չարչարանքը, բայց բացի դրանից նաեւ մեզ համար էլ կատարվեց սա, որ մենք էլ հասկանանք, որ այդ թագն ու պսակը, որ մարդ կրում է, մենակ հաճույքի համար չի, այլ հաճույքը նաեւ զսպելու համար է։ Եվ ինչ էին ասում այս զինվորները, ասում են ողջույն քեզ հրեաների թագավորիդ, եւ եղեգով հարվածում էին նրա գլխին, թքում էին երեսին եւ ծնկի գալով երկրպագում էին նրան։ Այստեղ սրբերը միշտ այս համադրությունն են տեսնում, որ ես 1-2 անգամ էլ ասացի, որ Քրիստոս իր թքով խուլի ականջները բացեց, մենք սա կարդացինք Մարկոս 8:33-ում, իսկ զինվորները թքով Քրիստոսին անարգեցին։ Հաճախ մարդս էլ փոխանակ բժշկի իր խոսքով էս դեպքում խոցում ու անարգում է մարդուն։ Թքելը մեծագույն անարգանքներից մեկն էր, իսկ թագավորի վրա թքողը, եթե իրեն թագավոր էին կարծում, մահապարտ էր համարվում։ Բայց արի ու տես, որ պաստորեն այդ ծաղրու ծանակը եղավ, եւ այստեղ Բիդ 8-րդ դարի անգլիացի մտածող աստվածաբանն ասում էր. Տիրոջ անարգանքը մաքրեց մեր անարգանքը, Տիրոջ շղթաները մեզ ազատեցին մեղքի շղթաներից, եւ Տիրոջ փշեպսակը մեզ առիթ տվեց արքայության պսակն առնելուն։ Իրապես շատ հետաքրքիր, այս բաները շատ կան, ինչպես որ ասացի, Նարեկացին շատ ունի այս համադրությունները, հայրերը միշտ այս համադրություններն անում են, որ այն ինչ որ կատարվեց, դրանք մեր համար էին եւ ասենք Տիրոջ փշեպսակը մեզ առիթ տվեց, որ մենք արքայության պսակը ստանանք։ Եվ սա նորից մարգարեության իրականացում էր Եսայու մարգարեության, որ 53-րդ գլխում ընթերցում ենք, որ ասում է, բայց նա խոցվեց մեր մեղքերի համար եւ մեր անօրենությունների համար դատապարտվեց, մեր խաղաղության համար նա պատիժ կրեց եւ նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Ուրեմն հայրերը ինչ որ բերում են, Սուրբ գրային նաեւ հիմքեր ունի, որտեղ տրամաբանական չի, որ նրա վերքերով մենք ենք բժշկվում։ Բայց արի ու տես, որ Քրիստոսի վերքերով էր, որ մենք բժշկվեցինք, մեկ ուրիշը այդ վերքերը կրեց, որպիսի ես բժշկվեմ։ Ու այստեղ այդ գեղեցիկ արտահայտությունը կա, որ միշտ ասում եմ դարել է այսօր շատ սովորական բառ, ցավը տանեմ, հենց այս նույն իրականությունն է, որ կատարվում է, Քրիստոս մեր ցավը ինքը տարավ եւ դրանով մեզ առիթ տվեց, որ մենք բժշկվենք։ Եվ դա մեծագույն սիրո արտահայտությունն է, երբ որ պատրաստես դիմացինի ցավը դու տանել, որպեսզի դիմացինը ցավ չունենա։ Դրանից ավելի մեծ սեր գոյություն չունի։ Եվ ասում եմ, եւ նրան ծաղրու ծանակի ենթարկելուց հետո խաղամիտն ու ծիրանին հանեցին եւ նրան իր զգեստները հագցրին ու դուրս տարան, որ խաչը հանեն նրան։ Այստեղ նորից մարգարեության իրականացում Եսայու նորից 50-րդ գլխի մեջ, որ ասում է թիկունքս հարվածողներին տվեցի,
կամ հարվածներին տվեցի, ծնոտներս ապտակի, երեսս շուռ չտվի նախատինքին ու թքին։ Նորից մարգարեություն էր Եսայի մարգարեի միջոցով, որ իրականացվում էր։ Իսկ Քրիստոսի զգեստները, եթե նկատեցիք մի քանի անգամ այս բառերը նշվեցին, շատ կարևոր են փաստորեն։ Ինչու՞, որովհետև Քրիստոսի զգեստները պարզ զգեստներ չեն։ Հետագայում հայրերը սա պիտի կոչեն եկեղեցի։ Բայց Քրիստոսի զգեստն ինքնին մենք նույն Մարկոսի 9-ի մեջ նաև կարդացինք, որ պարզ զգեստ չէր, որովհետև այլակերպության ժամանակ, երբ որ իրանք լեռան վրա էին, հիշում եք, չէ՞ ինչ եղավ, մեջբերումը սա է, եւ նրա զգեստները փայլուն, խիստ սպիտակ դարձան, այնպես որ երկրի վրա ոչ մի լվաց քանող չի կարող այդքան սպիտակեցնել։ Ուրեմն այս զգեստները, նույնիսկ զգեստներն ինքնին, աստվածային իրեության նշկրողներն էին, որտեղ անմիջապես մարմնին էին կպած։ Բայց այն ինչ որ մարդը փորձում էր անել ու դրանով իրեն թվում էր, թե անարգում էր Քրիստոսին, էականում ոչ մի բան չէր անում, որովհետև ինքը այդ իրական Աստվածն է, եւ մարդիկ այդ վկաները տեսան, թե ինչ էր ինքը, ով էր ինքը եւ ինչ էին անգամ նույնիսկ իր զգեստները։ Հիմա գալիս եմ նորից Հովհաննեսին մի մանրամասնություն, որ նորից ոչ ոք չունի, որ պատկերը նորից մեզ լրացնելու է, եւ 19-րդ գլխում Հովհաննեսն ասում է հետեւյալը. Փաստորեն Մարկոսը ասում է, որ սրանից հետո արդեն տարան խաչելու։ Հովհաննեսն ասում է, լրացնում է, որ չէ, մի անգամ էլ Պիղատոսը փորձեց Քրիստոսին ազատել։ Ասում է Պիղատոսը դարձյալ դուրս ելավ ու ասաց նրանց. ահա նրան դուրս ձեզ մոտ եմ բերում, որպեսզի իմանաք, թե ես նրա մեջ որևէ հանցանք չեմ գտնում։ Հիսուս դուրս ելավ եւ փշե պսակ ուներ եւ ծիրանի զգեստ։ Փաստորեն նորից հետ են բերում։ Եվ նրանց ասաց. ահա ձեր մարդը ձեզ։ Երբ քահանայապետներն ու պահակները նրան տեսան, աղաղակ բարձրացրեցին եւ ասացին. խաչը հանիր դրան։ Պիղատոսը նրանց ասաց. դուք առեք նրան ձեր մեջ եւ ինքներդ խաչը հանեցեք, քանի որ ես դրա մեջ որևէ հանցանք չեմ գտնում։ Հրեաները նրան պատասխանեցին. մենք օրենք ունենք եւ ըստ մեր օրենքի պետք է նա մեռնի, որովհետեւ իրեն Աստծո որդի դարձրեց։ Երբ Պիղատոսը այս խոսքերը լսեց, ավելի եւս վախեցավ, դարձյալ մի անգամ եւս մտավ ապարանքը եւ Հիսուսին ասաց. որտեղից ես դու։ Եվ Հիսուս նրան պատասխան չտվեց։ Պիղատոսը նրան ասաց. ինձ հետ չես խոսում, չգիտես, որ իշխանություն ունեմ քեզ վրա խաչը հանելու եւ իշխանություն ունեմ քեզ ազատ արձակելու։ Հիսուս պատասխանեց. դու ին վրա ոչ մի իշխանություն էլ չէիր ունենա, եթե քեզ ի վերուս տրված չլիներ, դրա համար էլ ով ինձ քո ձեռքը մատնեց, դրա մեղքը ավելի մեծ է։ Սրանից հետո Պիղատոս ուզում էր նրան ազատ արձակել, իսկ հրեաները աղաղակում էին եւ ասում. եթե դրան արձակես, կայսրին բարեկամ չես։ Ամենայն ոք, որ ինքն իրեն թագավոր է կոչում, հակառակ է կայսեր։ Եվ երբ Պիղատոսը այս խոսքերը լսեց, Հիսուսին դուրս բերեց, նստեց մի բեմի վրա, այնտեղը որ քարահատակ էր կոչվում, իսկ եբրայերեն կապաթա, զատկի նախորեն էր եւ կեսօրվա մոտ էր։ Եվ նա հրեաներին ասաց. ահա ձեր թագավորը ձեզ։ Իսկ նրանք աղաղակում էին. վերացրու մեր միջից եւ խաչը հանիր նրան։ Պիղատոսը նրանց ասաց. ես ձեր թագավորին խաչը հանեմ։ Քահանայապետները պատասխանեցին. չունենք մենք այլ թագավոր, բացի կայսրից։ Այն ժամանակ Հիսուսին հանձնեց նրանց ձեռքը, որպեսզի խաչը հանվի։ Եթե ուշադրություն դարձեցիք, ես այս մասը ընդգծեցի, ինչու։ Որովհետև այստեղ է, որ իրենք բացում են իրենց բոլոր քարտերը, այսպես կոչված, ու հստակ ասում են, որ ոչ թե նրա համար ենք բերել, որ ինքը թագավոր է, այլ մենք օրենք ունենք եւ ըստ մեր օրենքի պետք է նա մեռնի, որովհետև իրեն Աստծո որդի դարձրեց։ Այսինքն հստակ բացահայտվեց այն, ինչի համար իրենք բերել էին, եւ փաստորեն իրենք իրենց խոսքով իրենց հենց դատապարտեցին։ Ինչու եմ սա ասում, որովհետև երբ որ մանրակրկիտ սկսում ես քննարկում կատարել, ի վերջո ճշմարտությունը բացահայտվում է։ Ու դրա համար նույնիսկ մարդկային դատավարության մեջ ինչու են այսքան բերում մարդկանց հարցաքննում, որտեվ աստիճանաբար մեկ է տեսար ճշմարտությունը սկսում է բացահայտվել։ Նույնը նաև կատարվեց հենց այս շրջանում, քանի որ Պիղատոսը շատ դեմ ընկավ, այսպես ասած, ժողովրդական, բացահայտվեց հրեաների իրական պատճառը, թե ինչ էին ուզում, ու այստեղ նորից եմ մեջբերում, մանավանդ նկարն է փորձեցի դնել, եւ Պիղատոսը տեսնելով, թե ոչինչ չի օգնում, այլ ավելի խռովություն է լինում,
ջուր վերցնելով լվաց ձեռքերը ժողովրդի առաջ եւ ասաց. այդ արդարի արյունից ես անմասն եմ, դուք գիտեք։ Ամբողջ ժողովուրդը պատասխանեց ու ասաց. դրա արյունը մեր վրա եւ մեր որդիների վրա։ Ահա թե ինչ էր, որ փաստորեն կատարվեց։ Հիմա փորձում եմ հակիրճ վերլուծել մի քանի կերպարներ իմի բերելով, սկզբից հրեաներին, հետո Պիղատոսին, հետո ամբողը զինվորներին ու ի վերջո մեր Տիրոջն ու Փրկչին Հիսուս Քրիստոսին։ Ուրեմն վերլուծումս հետևյալն է։ Հրեաները ստի եւ կեղծիքի միջոցով արդարին սպանել տվեցին եւ նախընտրեցին Բարաբային, ոչ թե Քրիստոսին։ Սա ինքնին խորհրդանշական է, քանի որ Բարաբա անունը նշանակում է հոր որդի։ Փաստորեն երկու հայրերի որդիներ կային, Չարի եւ Աստծո, եւ հրեաները ընտրեցին Չարի մարդասպան որդուն, ոչ թե կյանք պարգևողի, կյանք որդուն։ Հետաքրքիր է, ես բանը երևի շատերս չգիտեինք, ես ինքս էլ չգիտեի, որ Բար Աբբա, չի անդրադարձել, նշանակում է հոր որդի։ Եվ սա շատ խիստ խորհրդանշական է։ Մի կողմից հոր որդին էր Հիսուս Քրիստոս, եւ մի կողմից ուրիշ հոր որդի էր մարդասպան, որ բնականաբար հասկանալի է, թե ում մասին է խոսքը, Չարի որդին էր։ Եվ մարդիկ, այս դեպքում հրեաները, նախընտրեցին հոր որդուն, որ մարդասպան էր, ոչ թե Աստծո որդուն, որ կյանք տվողն էր եւ ինքն իրեն անգամ կոչում էր կյանք։ Սա խիստ խորհրդանշական է ու պատահական չի, որ պիտի լիներ Բարաբան մի կողմից եւ մյուս կողմից Հիսուս Քրիստոս։ Հիմա գանք Պիղատոսին։ Արդյոք մենք Պիղատոսի նման չենք զիջում եւ ընտրում մարդկանց ոչ թե Աստծուն, ով մեզանից պահանջում է արդարություն, այսինքն justice եւ անաչառություն, այսինքն objectivity։ Իրապես որ Աստված մեզանից պահանջում է արդարություն եւ անաչառություն, բայց երբեմն մարդկանց ճնշումի տակ մարդը զիջում է եւ իմանալով ճիշտը գնում է սխալի հետևից։ Ու սա Պիղատոսի կերպարն է, որ հաճախ ու շատերիս մեջ կարող ենք տեսնել։ Հիմա ամբողը, շատ խոսեցի այսօր ամբողի մասին, ուզում եմ նորից խոսել, որ զգուշանանք ամբողի մաս դառնալուց, որը պատրաստ է ամեն քայլի։ Զինվորները զգուշանանք անարգանք հասցնելուց, մանավանդ երբ իշխանություն ունենք մարդկանց վրա։ Մեր ամեն արարքի համար պատասխան ենք տալու։ Լինի դա զինվոր, լինի դա ոստիկան, լինի դա գործատու, մենեջեր, գործատեր, երբ որ ծնող, ինչու՞ չէ, ամուսին, երբ որ մենք չարաշահում ենք մեր այսպես կոչված պաշտոնը, դրա համար պատասխան ենք տալու։ Ու այս զինվորները դրա լավագույն օրինակներն են, ովքեր չարաշահեցին իրենց պաշտոնը եւ իրենք էլ պիտի պատասխան տան այն ամենի համար, ինչ որ արեցին։ Երբ որ ոհմակ է դառնում գայլերի ոհմակի նման, այսինքն մի քանի հոգով են իրար հետ ավելի զորեղ են ու շատ ավելի դաժան ու խիստ են գտնվում, քան թե երբ որ առանձին է այս ամենը կատարվում։ Եվ ի վերջո մեր Տիրոջ կերպարն էլ մեկ նախադասությամբ, եթե փորձեմ նկարագրել, հետեւյալն է, որ պիտի սովորենք Տիրոջից ամուր մնալ փորձությունների ժամանակ եւ իմաստությամբ մեր քայլերը կատարել։ Քրիստոս ամեն քայլ, ինչ որ կատարեց, իմաստությամբ կատարեց։ Եվ ամենակարևորը ամուր մնաց մեծագույն փորձությունների ժամանակ։ Երբեք չեք տեսնի, որ իր կամքը թուլանա, երբեք չեք տեսնի, որ ինքը տկարանա։ Ու սա է ինքնին մեր Տիրոջ ու Փրկչի պատգամը մեզ, որը շատ դժվար է, ես ինքս իմ անունից խոսեմ կատարել, բայց անդադար ուզում եմ հիշել Տիրոջս ամրությունը, որը փորձությունների ժամանակ մնաց կայուն ու ամուր եւ ամեն քայլը իմաստությամբ կատարեց ու դրանով ինձ ու բոլորիս օրինակ տվեց։ Եվ մի քանի բանալի բառեր, որոնք մի քանիսը շեշտեցի, մի քանիսն էլ հիմա ընթերցեմ, որ կարծում եմ կարևոր բառեր են տեքստը բացելու համար։ Առաջինը հրեաների թագավոր արտահայտությունը, որ անդադար լսեցինք, մյուսը քահանայապետների կերպարը իբրև այդպիսին, ամբոխը, մարդ սպանելը, աղաղակը, խաչը հանիր արտահայտությունը պիտի տեսնենք, առաջի անգամ նա հնչվում, ծիրանին, իբրև արքայական գույն, թագը, զգեսները, ծաղրու ծանակը։ Այս բոլորն էլ իրենց հերթին մեզ օգնում են հասկանալ, թե ինչ էր ընդհանուր վիճակը։ Եվ այսքանով պիտի փորձեմ ավարտել առաջի բաժինը մեր սերտողության։ Նաև պիտի խնդրեմ
տետերս երևի պայուսակից մեջ է, հիմա կդնեմ այստեղ, չէ, տետերս չի նուջան, որ նրանք ովքեր առաջի անգամ են, ձեր անուն ազգանունները խնդրում եմ գրեք, որպեսզի նաև ձեզ email-ի մեջ ներառենք, իսկ նրանք ովքեր email չեն ստացել ցավոք սրտի, երբեմն դա էլ է լինում իմ կամքից անկախ, խնդրում եմ ինձ տեղյակ պահեք, որ նաև ձեզ նորից դնեմ մեր լիստի մեջ։ Ուրեմն ինչպես որ ասացի, մենք դեռ ունենք մի քանի դաս ու